Ալեն Սիմոնյանը իր վերջին ճեպազրույցում լրագրողների հետ ասաց, որ իշխանությունը քայլեր անում է գերիների ազատ արձակման հետ կապված, բայց պետք չի այնպիսի քայլեր անել, որ տեսանելի լինի, դա գուցե process-ին խանգարի։ Ըստ ձեզ իշխանությունը անտեսանելի քայլեր անում է, թե ոչ, կամ տեսանելի, եւ ընդհանրապես քայլեր անում է, եւ գուցե անում է, իսկ Ադրբեջանը չի բավարարում այդ քայլերը։ Մերսի։ Տեսեք, նախ այսօր առավոտյան Վարդանյանների ընտանիքի փաստաբանը, որը ըստ իր ներկայացրած տվյալների 20-ից ավել տարվա փորձ ունի նման գործընթացների, զարմանք էր արտահայտում, որ երբևէ չի տեսել մի երկրի կառավարություն, որը այսպես վարվի այս հարցում։ Սա ես մեջբերում եմ մասնագետի կարծիք, սա քաղաքական խոսույթ չի, սա մասնագիտական խոսույթ է։ Այսինքն, եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ ընդդիմությունն է միայն քննադատում, ոչ, միայն ընդդիմությունը չի, նաև մասնագետները, ընդ որում են մասնագետը, որ դրանով զբաղվում է այս պահին։ Դա առաջինը, երկրորդ հնարավորությունը օգտագործելով մարդասիրական տեսանկյունից, պարոն Վարդանյանի առողջության տեսանկյունից, չգիտեմ կհասնի հորդորը թե չէ, բայց հայրենասեր հայերին պետք է որպեսզի պարոն Վարդանյանը ողջ առողջ վերադառնա Բաքվից։ Ուստի նորից եմ ասում, չգիտեմ կհասնի իրեն այս կոչը թե չէ, բայց ամեն դեպքում մարդասիրական տեսանկյունից լավ կլինի, որ պարոն Վարդանյանը իր առողջության տեսանկյունից դադարեցնի հացադուլը։ Ես հասկանում եմ, որ դա քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց մեզ բոլորիս հայերիս անհրաժեշտ է, որպեսզի պարոն Վարդանյանը եւ մյուս քերի տղաները անվտանգ առողջ վերադառնան հայրենիք։ Սա մարդասիրության տեսանկյունից։ Տեսանելի, անտեսանելի վնաս կտա այդ այնքան հին, այնքան պարզունակ քողարկումներ են անգործության, դրանց նույնիսկ անդրադառնալ իմաստ չեմ տեսնում։ Իրենք անդադար նշում են սկզբնական թիվը գերիների, բերում են հիմիկվա թիվը, նախ ես ԿՊ-ական չեմ, ես մարդկանց կյանքերը ստատիստիկ տվյալների չեմ վերածում։ Փաշինյանն էր չէ ազգային ժողովի ամբիոնից ասել, որ այսքան զոհեր ունենք պլյուս մինուս այսքան։ Այդպես են իրանք մարդու կյանքին վերաբերում, ես այդպես ասել չեմ կարող, մեկ։ Երկրորդ, դե որ խոսում նախորդ շրջանում գերիների վերադարձից մի հատ էլ հիշեցնեմ։ Նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը իր պահանջներից մեկն էր ականապատ տարածքների քարտեզները 9-ից սկսած ինքը կես տարի այդ քարտեզները չտվեց ու տվեց 21 թվականի արտահայտ ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործի դա որպես քաղաքական դիվիդենդ։ Այդ հենց եք գերի բերում։ Ինչ վերաբերվում է գնահատականներին գործողություն արվում է թե չէ, առհասարակ ցանկացած գործողություն գնահատվում է արդյունքով։ Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջ, ո՞մից պիտի լինի պահանջ, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ոնց ուզում են թող բերեն։ Դա իրանց խնդիրներն է։ Մենք ընդդիմությունը այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, այսինքն եղել են դեպքեր, երբ այդ հարցը ընդդիմության հանրապետականի կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում, ավելի շատ լսելիություն ապահովելու համար։